Ռուսական «Իզվեստիա» թերթն այսօր Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ եւ Ադրբեջանին վերնագրով հոդված է հրապարակել, որում նշված է, որ 200 միլիոնանոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին արդեն սկսվել է։ Սակայն պաշտոնական Մոսկվան եւ Երևանը ժամկետների ու մատակարարվող զենքի տեսակի մասին մանրամասներ չեն հայտնում։ Հեղինակը գրում է, որ զենքի մատակարարումից բացի ռուսական կողմը զբաղվելու է նաեւ այդ զենքը սպասարկող հայ մասնագետների վերապատրաստմամբ, ընդ որում «Իզվեստիան» զրուցել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը։ Փորձագետների կարծիքով խոսքը ծանր սպառազինության մասին է, որի առկայությունը զգալիորեն կուժեղացնի հայկական բանակը։ Սրա հետ մեկտեղ «Իզվեստիան» շեշտում է, որ թեև մատակարարումը սկսվել է, այդուամենայնիվ զինատեսակների վերջնական ցուցակը դեռ համաձայնեցված չէ։ Ազատությունը այսօր փորձել է զենքի մասին տեղեկություն ստանալ Երևանում անցնող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքին մասնակցող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից, սակայն նա ընդհանրապես հրաժարվել է հայ լրագրողների հետ շփումից։ Վերադառնամ «Իզվեստիա» թերթում այսօր հրապարակված հոդվածին։ Ռուսական թերթը գրում է, թե պաշտոնական Երևանը հրաժարվել է մանրամասնել, թե հատկապես ինչ զենատեսակների մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ Հայաստանը մտադիր էր Ռուսաստանից գնել նախևառաջ «Սմերչ» եւ «Սոնցեպյոկ» համակարգերը, «Իգլա-S» հրթիռային համակարգը, ռադիոտեխնիկական ավտոբազա M համակարգը, «Տիգր» զրահամեքենաներ։ «Իզվեստիան» մեջբերում է նաեւ օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։ Պուտինը, հիշեցնենք, ասել էր. Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում եւ Ռուսաստանը ունի պարտավորություններ եւ միշտ իր պարտավորությունները կատարում է։ Ասուլիսին Պուտինը այդուամենայնիվ չէր հստակեցրել զենքի մատակարարման ժամկետը։ Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 9-ին պատասխանելով զենքի մատակարարման մասին Ազատության հարցին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասել էր. Գրեթե ամբողջությամբ ուրեմն պայմանագրերը կնքված են, համաձայնեցված են, ներպետական գործընթացները ավարտված են, ամբողջությամբ այդ համաձայնությունները կան, աշխատանքները ընթացքի մեջ են եւ դեռ ավելին ուրեմն արկա միջոցներից եւ նաեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սպառազինության ներկրման ընթացքը այսօր ընթացքի մեջ է եւ իրականացվում է։ Ռազմական հարցերով փորձագետ Անդրեյ Ֆրալովը թերթին ասել էր, որ Մոսկվան Հայաստանին տրամադրում է նույն այն զենքը, ինչև ավելի վաղ գնել էր Ադրբեջանը։ Այդ զենքը իհարկե կուժեղացնի հայկական կողմին, սակայն միևնույն է, Բաքուն կպահպանի որոշակի առավելություն, կարծում է փորձագետը։ Հայաստանի եւ Ադրբեջանի բյուջեների տարբերությունը շատ մեծ է։ Այս պայմաններում հնարավոր է միայն հստակ հասցեագրված ներդրումներով իրավիճակը չհասցնել կրիտիկականի, ասում է ռուսաստանցի փորձագետը։